Լավ, ոսկու մասով ես իհարկե լիովին ձեր հետ կիսում եմ, որ այդ ոսկին մի հոգին կամ երկու հոգին բերում եւ հանում, դա տնտեսության վրա, իրական տնտեսության վրա որևէ ազդեցություն չունի, դա մարդկանց բարեկեցության վրա բացարձակապես որևէ ազդեցություն չունի։ Մի հոգի շատ հարստանում է։ Բայց հարցը նրանում է, որ այդ թիվը եթե դուք հանեք տնտեսությունից, այն 7% տնտեսական աճը չեք ապահովել։ Ուղղակի մաթեմատիկան թույլ չի դա ապահովել։ Ստեղ էլ որ բացում ենք, օրինակ, առաջարկի ընդհանրապես տնտեսական վերլուծության մասին, չէ։ Այսինքն տնտեսական աճի բարձր տեմպերը մնացել են բարձր մակարդակում, իր վրա կրելով հիմնային մետաղների արտադրության կտրուկ աճը։ Հասկանում եք, չէ՞ որ Հայաստանում հիմնային մետաղների կտրուկ աճ չկա։ Այդ կարողությունը չկա, այսինքն անցյալ տարվա առաջի կիսամյակի տվյալներով միլիարդի չափ եղել է ներմուծում ոսկու, նույն կոդերով 4 միլիարդի չափ արտահանում, այդ 3 միլիարդը մնացել է Հայաստանում որպես, չէ, հասկանում եմ, որպես Հայաստանի արտադրություն, որը չկա, սուտ է, այսինքն դա ազդում է տնտեսական թվերի վրա, այսինքն հանելուց պետք է նաև այս ամեն ինչը հանենք։ Եվս այդ եմ հարցս, լավ, արտահանման հետ կապված։ Եթե ոսկին հանենք, մնում էր մոտ 10% աճի կարգի էր եղել ընդհանրապես։ Իսկ եթե թողենք բացառապես էնդեմիկ արտահանումները, որտեղ վերջը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները գործում են, Հայաստանից էլի ինչ-որ բան ոչ շատ գալիս եւ գնում է։ Ուզեմ հասկանամ, զուտ Հայաստանում արտադրված, լավ, ոչ թե ինչ-որ թղթեր, որ կարողանանք կնիքը խփենք, ասենք արտադրված է Հայաստանում։ Ռեալ ինչքան է կազմում։ Մյուս հարցը արտարժութային ռիսկի մասին եմ ուզում խոսել։ Զուտ ներհոսքը Հայաստան արտարժույթի նվազել է։ Ունենք արտերկրյա ուղղակի ներդրումների արտահոսք։ Հիպոթեկային պորտֆելում բանկերի էական զանգվածը, էական մասա դոլարով գնանշված հիպոթեկային վարկերը։ Այս ամեն ինչը բերում է նրան, որ Հայաստանը շահագրգռված է, դոլարը էժան պահելու մեջ, թանկ պահելու մեջ։ Դոլարը էժան, դրամը էժան, ներողություն, դրամը թանկ, դոլարը էժան։ Այլապես մենք կունենայինք մեծ սղաճ, գները կբարձրանային, բայց թանկ դրամը բերում է արտահանումների նվազման, արտահանումները թանկում են և նվազում է բերում։ Արդյունքում Հայաստանը արտարժույթով պարտք է ներգրավում, կարողանում է պահի կուրսը, որ պարզ ասեմ, օրինակ հիպոթեկային շուկան չպայթի, որտեղ հասկանում ենք, չէ, ինչ կլինի, եթե հիպոթեկով գնանշված, մարումների հետ ինչ կկատարվի, եթե փոխարժեքը 10%-ով փոխվի դեպի դոլար։ Եվ ստեղ ունենում ենք անիծված մի հատ շրջան, արտարժույթով դոլարային վարկեր եք ներգրավում, նաև կուրսն եք պահում, որտեղ դոլարի այլ աղբյուր, որպես այդպիսին չկա։ Որ դոլարը չի թանկանում, դա անիծված շրջան կարող ենք համարել, պարոն Խաչատրյան։ Եթե դոլարը կոմոդ, եթե դրամը էժանանա, լավ արտահանումները կբարձրանա։ Հիմա տնտեսական աճը չես կարողանում ապահովես, որտեղ քո արտադրանքը ավելի թանկ է։ Բայց եթե քո դոլարը դրամը փոխես արտարժույթի փոխարժեքը, դու կունենաս մի կողմից հիպոթեկային վարկերի սպասարկման դժվարություններ, մյուս կողմից կունենաս դասագրքային ճշմարտությունը գիտեմ։ Դա անիծված շրջան է։ Այսինքն որ մնացել է փոխարժեքը կայուն, այդ անգամ էդ է անիծված շրջան։ Օրինակ եթե հակառակը տեղ ունենար կրկնակի դրամը արժևորվեր, դա ինչ կլինի։ Կանոնությունը ես չեմ ասում 200%-ով փոխվի, բայց ամեն դեպքում այս փոխարժեքը, որը պահվում է բացառապես արտաքին պարտքերի միջոցով, որտեղ ելի եմ ասում, ներհոսքը նվազել է, արտահանումները նվազել են, ուրիշ էլ աղբյուր չունենք։ Բայց սրա հետ մեկտեղ դու չես կարողանում քո արտահանումները մեծացնես, որովհետև քո դրամը ծանր է, այլ հավասար պայմաններում դու նույն Ուզբեկստանի հետ մրցակից չես։ Լավ, մի հարց էլ տամ ու վերջացնեմ, լավ, սա ավելի շատ տնտեսական վեճ էր։
Վիզերին տրամադրվող սուբսիդիաները տարեկան որքան են կազմում եւ ինչ ձևով է տրամադրվում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սկսեմ վերջից, պարոն Խաչատրյան, վիզերին հատուկ սուբսիդիա չի տրամադրվում։ Սուբսիդիա տրամադրվում է բոլոր այն ավիափոխադրողներին, ովքեր Հայաստան են բերում զբոսաշրջիկ, հիմա նույնիսկ պարոն Խուդասյան ավելի մանրամասն կներկայացնի, ունենք գաղափար, այնտեղ 1 օր ենք դրել, 2 օր դարձնենք զբոսաշրջիկի մնալու տևողությունը, եւ դրա արդյունքում մենք կհաշվառենք, թե ինչքան աջակցություն ենք տրամադրում, այսինքն դա դեռ չկա, որովհետև դա կախված է թե իրենք ինչքան զբոսաշրջիկ կբերեն։ Ես կուզեմ, որ եւ Wizz-ին է, եւ Fly1-ին է, եւ Շիրակ ավիային է, եւ մնացած բոլորին, ովքեր որ այս ծրագրի շահառուներ կարող են պոտենցիալ լինել, իրենց թիվը լինի շատ։ Այդ գումարը փոխհատուցված լինի շատ, որովհետև եթե շատ է, նշանակում է իրենք շատ զբոսաշրջիկ են Հայաստան բերել, բայց քանի որ process նոր է սկսվել, չեմ կարող ասել։ Երկրորդ հարցի հետ կապված էլի երևի թե հիմնական հարցի սուբյեկտը դժվար թե էկոնոմիկայի նախարարությունը լինի, մենք հետևանք կրողն ենք, եթե այսպես նայենք, հա։ Անը չթողեց խոսամ, դա ազդեցություն է տնտեսության վրա, այս վարվող փոխարժեքային քաղաքականությունը։ Բայց ես կարծում եմ, որ այն ձեր մեկնաբանությունները, որոնք դուք արեցիք, դրանք երևի թե կենտրոնական բանկին է պետք ուղղել կամ եւ ֆինանսների նախարարությանը, որովհետեւ վստահ չեմ, որ գործընկերները համաձայն են քաղաքականության մասով ձեր հետ, որովհետեւ մեկնաբանությունը ես որքան գիտեմ, հետեւյալն է Հայաստանում ազատ լողացող փոխարժեքի կուրսը եւ այդ պատճառով կարող է փոխարժեքը լինել եւ 350 եւ 450 եւ ըստ էության թերևս միայն կտրուկ մեծ տեղաշարժերի դեպքում հնարավոր լինի որոշակի միջամտություններ։ Դուք խոսեցիք ներդրումների կրճատման մասին, ես թվերը այլ բանի մասին են խոսում, ես հիմա նայում եմ օրինակ ընդհանուր ներդրումները անցած տարի կազմել են 859 միլիոն դոլար 24 թվականին ընդհանուր ներդրումները, այն ինչ 23-ին մոտ 150 միլիոն դոլար էին եւ բացարձակ աճը 796 միլիոն դոլարի մասին է եւ ուրեմն ուղղակի ներդրումները այո որոշակի կրճատում արձանագրել են այդտեղ բայց ուղղակի ներդրումները ունենք 24 թվականին իհարկե ավելի բարձր են ես համեմատեմ ասենք նմանատիպ տարին ես նայում եմ օրինակ 19 թվականը, ինչու՞ չեմ նայում կոവിഡ് պատերազմ կամ հետո այլ երկրի պատերազմով մեր վրա էֆեկտներ, որոնք որ հասկանալի են, այսինքն տարբեր էկզոգեն ազդեցությունները նույն 19-ի նկատմամբ ավելացել են բավականին շատ եւ կարող հիշեցնեք առաջին հարցը շատ ներքին ծագման արտահանում։ Շնորհակալ եմ։ Ես տեսեք հատուկ նշել էի, որ ոսկին հանենք, ինչու ներքինը, այս բանի ներքինը չունեմ, բայց այդ վառությունը պիտի որ ունեցած լինենք, ձեռքից տակ չունեմ, չեմ կարող տրամադրել, բայց տեսեք ներքինը իրական այդ բաները, եթե հանենք այդ վերարտահանումները, այստեղ 24-ը էլի բացական է եղել մեր համար, որովհետև ինչա տեղի ունեցել մենակ մեր կառավարության որոշումներով հրապարակային որոշումներ են մի շարք ապրանքների վերարտահանման վրա սահմանափակումներ ա դրվել հայտնի պատճառներով ասենք օրինակ չգիտեմ մոբայլ հեռախոսներ եւ այլն այսինքն հիմա Չէ, ես նկատի ունեմ այդ վերարտահանվող այլ ապրանքների մասը էականորեն կրճատվում է, որովհետև այդ սահմանափակումները ի վերջո արդեն նաև մեր վրա են որոշակի այդ ճնշումները լինում եւ մենք էլ ենք մեր քաղաքականությունները համահունչ ենք դարձնում, ուստեղ մենք լավ բաց ազնիվ խոսակցություն ունենք եւ Ռուսաստանի Դաշնության գործընկերների եւ Եվրոմիության Ամերիկայի հետ, այսինքն գաղտնիք էլ չկա, մենք իրենց այդ բաց ազատ խոսակցություն ունենում ենք ու իրենց էլ ասում ենք, էս ենք անելու, այն ենք անելու, ստիպված ենք սա անել, նա անել եւ այդ կոնտեքստում ուզում նշել որ վերարտահանվող ապրանքների ծավալը էականորեն կրճատվել է եւ այդտեղ էլ չեն կարող համեմատել 23-ի 22-ի հետ եւ սա էլ չեմ ասում որ սա լավ է կամ վատ է ես ասում եմ որ սա փաստ է այն առաջի հարցի մասով ավելի կոնկրետ պիտի առանցին վարժություն անենք կանենք ես ձեր հետ կկիսվեմ այդ տվյալներով լավ ոնց օպոն ավելի բարձ ասեմ Wizz-ը մայիս ամսին իր
ներքին այդ օդանավերի մեջ, որ ամսագրեր կան, առաջի էջին Հայաստանի նկարն էր։ Ուզեմ հասկանամ կոնկրետ դրա վրա ինչքան է վճարվել, որովհետև կան էական հոսակցություններ, որ Հայաստանը մի քիչ ավելի դրական աչքով է նայում վիզերին։ Օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում է վիզերը Հայաստանում ներդրում արել։ Մի հատ կասեք ինչա ներդրում արել վիզերը Հայաստանում։ Դրանպես low cost-երները նրանով են low cost-երը, ոչ մի ներդրում չեն անում։ Շատ ավելի լուրջ ներդրումներ կան։ Այդ 700 միլիոնը ինքը, որ ասում եք ներդրում արել, մի հատ եթե կարող եք մի քիչ ավելի մանրամասնեք դրա մասին, որովհետև հետաքրքիր է։ Հա, այսինքն ճանապարհները այդ ամեն ինչը։ Դե հանեք էլի այդ, հանեք այդ ամեն ինչը, որովհետև սենց ինչա։ Մի հատ կրկին անիծված շրջան է։ Ճանապարհը ռեմոնտ են կանում, քանդվում է, հետո նորից են կանում, հետո էլի է քանդվում, հետո էլի է քանդվում եւ զուտ մաքուր ուղակի ներդրումները, որոնք գնացել են ուրեմն արտադրական միջոցների պոտենցիալի բարձրացման համար։ Շնորհակալություն։ Դե ճանապարհը այդպիսի սովորություն ունի, մի 6-7 տարի հետո քանդվում է։ Պարոն Խաչատրյան, կամ հիմա այդպես է, ինչ որ բարբերականությամբ պետք է իրան անընդհատ բյանորոգես, ցավոք սրտի հնարավոր չի մի անգամ ճանապարհը սարքես եւ մի 100 տարի ոչ մի բան չանենք իրա վրա։ Ուղղակի ներդրումները 138.5 միլիոն դոլար են ուրեմն կազմել, այդ թիվը 138.5 վիզերի մասով Պարոն Խաչատրյան չկա գումար չի վճարվել եղել է հետեւյալը որ եթե մենք անենք աջակցության ծրագիր դուք պետքա բերեք մեզ այսքան տուրիստ դուք պետքա մեր համար անեք գովազդ դուք պետք է բազավորվեք Հայաստանում այս է ներդրումը բազավորել ինքնաթիռը Հայաստանում, այսինքն այսօր օրինակ բազմաթիվ ավիաընկերություններ Հայաստանում ինքնաթիռ չեն բազավորում, իրանք բազավորված են Քյոլնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում բազավորված չեն եւ պետք է բազավորվեն Երևանում եւ պետք է նվազագույնը մեկ ուղղություն թռչի Գյումրիից։ Սա պայման է եւ դա է պատճառը որ Հայաստան եկող գնացող բազմաթիվ ավիաընկերություններից 2-3-ը ըստ էության ռեալ կարող են դրանից օգտվել այդ թվում նաեւ ես ուրախ եմ որ մեր Հայաստանում հարկեր վճարող որոշակիորեն նաեւ հայկական այսպես ասած հետք ունեցող ավիաընկերություններ կան եւ շատ ուրախ եմ իրենց համար եւ սա է այլ այսինքն սա Այդ ձեր ասածը դա այնա որ հավելյալ Հայաստանի համար պետքա մեզ պետքա ինսենտիվներ տան, որը բանակցության արդյունք է եղել, այսինքն դա դրական բան է։